Ցավալի է, որ այսօր նման խնդիրների հետ կապված ենք մենք քննարկում անում, որի լուծումը Հայաստանի իշխանությունները պետք է վաղուց տային եւ արդեն 1.5 տարի է այն ծավալները, որ տրված է, այդ խոսում են մասին, որ այս մարդիկ ընդհանրապես ցանկություն չունեն այս հարցով զբաղվելու եւ նաեւ հնարավորություն չունեն հարցեր լուծել, որովհետեւ ցավոք արձանագրում ենք մնացած բոլոր ոլորտներում է, որտեղ աղետ է լինում, ինչ-որ ֆորս մաժորային վիճակ է լինում, այս իշխանությունը տապալում է այդ խնդիրները, սկսած Գյումրիից տնակները միջև այսօր մնացել առանցած տարի Ալավերդիում աղետ է եղել չեն լուծել, այսինքն այս մարդիկ աղետ լուծելու հետ, մարդիկ մենակ աղետ են ստեղծում, հետևաբար կա իրական գնահատենք իրավիճակը, որ այս իշխանությունից ինչ-որ մեծ սպասելիքներ ունենալ, առնվազն մենք ընդհանրապես չունենք, այսինքն նաև այն բոլոր կետերը, որ դուք ներկայացրել եք, այդ բոլոր կետերի հետ իհարկե մենք լրիվ համակարծիք ենք եւ մեր քաղաքականությունները ուղղված է դրանց իրականացմանը, բայց դրանց իրականացման, այսպես ասած, իրավական լեզվով որ շատ ենք օգտագործում, նախապայմանը իշխանության հեռացումն է։ Բայց մյուս կողմից հասկանում ենք, որ այս սոցիալական խնդիրները չեն կարող սպասել, եթե մնացածի համար պետք է ավելի հստակ, ավելի երկարաժամկետ, ավելի մեծ ռեսուրս դնելով աշխատենք, սոցիալական խնդիրները նաև հետևանք են դառնալու, դրա հետևանքով ամենալուրջ խնդիրը որ կա արտագաղթն է, որովհետև մեր համար ամենամեծ ցավը արցախցիների Հայաստանից հեռանալն է, որը նաև հետագա մյուս խնդիրների համար մեր ռեսուրսը փոքրացնում է, բայց երբ մենք տեսնում ենք այս վերջի շրջանը, որ այս իշխանության հստակ վարքագիծն է, երբ որ կա պահանջատիրություն, կա պայքար, իշխանությունը մի զիջում է, հետևաբար մենք նաև ոչ միայն ողջունում ենք, այլև աջակցում ենք, որ բոլոր նաև բառից օգտվելով լրագրողներին ենք շնորհակալ, որ այս պայքարը պետք է անդադ լուսաբանվի ու ժողովուրդը թող ամեն ձևով պայքարի։ Այդ ձեր նշածն էլ իհարկե ցավալի է, որ ասում են վրանը հանեք 50,000 տանկ, հիմա կարող է նույնիսկ իմ անունից է փոխանցել առիթ կլինի ես եք ասեմ, իրանք թող այդ կառավարության շենքից դուրս գան, մենք իրանց 50,000 դրամ կտանք իրանց ընտանիքների հետ միասին մինչև կյանքի վերջ, ասենք օր առաջ կարող են այդ շենքից դուրս գան, ոչ թե նման ցինիկ վարքագիծ դրսելու է։ Ինչևէ, պետք է փորձել փուլային ձևով ինչքան հնարավոր է խնդիրները նաև հանրության ճնշման միջոցով լուծել, որովհետև գոնե կարճաժամկետ հատվածում մենք կարծում ենք, որ արցախցիների Հայաստանում ապրելը պետք է դառնա գերխնդիր, ապրել նորմալ ու մոռանալ արտագաղթի մասին, այսպես ասած, ու այդ արտագաղթի դեմ առնելու կարևորագույն գործոնը իհարկե կացարանն է, որ մարդը իմանա իր հողում ապրում, այն մնացածի մասով, որ շատ չծանրացնենք, միշտ պատրաստ ենք, հաշվի առնելով նաև փորձը 20 թվականի պատերազմից հետո այդ սոցիալական խնդիրները լուծման հստակ մի սկզբունք կար, յուրաքանչյուր մարդ պետք է ստանա տուն ու միջև տուն ստանալու օրը ստանում է ֆինանսական օգնություն, այդ նաև այս կառավարությանը, այդ այն ժամանակ Արցախի իշխանության հստակ է դրած, այսինքն որ օրը մարդը տուն է ստանում տարբեր ծրագրերով, միջև այդ պահը ինքը պետք է օգնություն ստանա, որովհետև այդ օգնությունը վերաբերում է այդ մարդու տան վարձի համար, հետաբար սկզբունքը միշտ պետք է պահպանվի, նաև հիմա, իսկ քանի դեռ մարդը տուն չի ստացել, այդ օգնությունը պետք է ստանա, որովհետև այդ օգնությունը հստակ գնում է տան վարձի համար, որը էլի իր կացարանի խնդիրն է լուծում։ Շնորհակալ։ Երևի մնացած առանց տեսախցիկների մեր հարգելի լրագրողներին խնդրենք